Այս թեման հարկավոր է կանգնացնել։ Փորձարկման դաշտ է դառնում Հայաստանը այդ ձևի դերևս չփորձարկված ատոմականների համար, որը կարող է դառնալ կատաստրոֆա։ Դիմել եմ անվտանգության համակարգերին Հայաստանի Հանրապետության ուսումնասիրեն իմ ասածը։ Թուրքիան է, Էրդողանն է լինելու Նիկոլի պաշտպանը։ Այս ապստացվում։ Ուկրաինայի պատերազմից հետո ջրերը կպարզվեն եւ Նիկոլը չի լինի, եւ այս ավանտյուրիստական քաղաքականությունը չի լինի։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Մանուկյան, նախադրությունում նշեցիք, որ ձեզ համար կարևոր է խոսել մեծ խնդիրների մասին, այն խնդիրների մասին, որոնց քիչ է անդրադարձ կատարվում, եւ որոշեցինք խոսել Հայաստանում մոդուլյար ատոմակայան կառուցելու այդ օրակարգի մասին։ Հայաստանի կառավարությունը հրապարակայնորեն խոսում է դրա հնարավորության մասին, մինչդեռ մասնագետները նշում են, որ Հայաստանը իրականում չունի այդպիսի հնարավորություն եւ այստեղ զավեշտ ասել ողբերգություն թե տխուր իրականությունը այն է, որ աշխարհի եւ որևէ անկյունում, կետում դրա կառուցման փորձը դեռ չկա, այսինքն Հայաստանը հավակնում է դառնալ առաջին երկիրը, որտեղ կկառուցվի այդպիսի ատոմակայան։ Խոսենք սրա վտանգավորության մասին եւ ինչ ենթաշերտեր եք դուք տեսնում ռազմավարական նշանակության։ Շնորհակալ եմ։ Իսկապես միշտ փորձում խոսել այն թեմանից, որոնց մասին ուրիշներ չեն խոսում։ Ինձ չեն գրավում սենսացիոն փոքր ինտրիգային թեմաները։ Եվ այսօրվա թեմայի ընթացքում, եթե հասցնենք մի երկու զուտ անվտանգային շատ լուրջ խնդիրների մասին եմ ուզում խոսել։ Առաջինը մոդուլային ատոմականների ստեղծման խնդիրն է։ Ես հույս ունեի, որ Տրամպի ընտրություններով այդ թեման կկանգներ, գոնե կսառեցվեր, բայց բանից պարզվում է ոչ, մի քանի օր առաջ Հայաստան են ժամանել այն կառուցողները, այն կազմակերպությունը, որը պետք է կառուցի այդ ատոմականը կամ ատոմականները Հայաստանում Westinghouse Electric Company կազմակերպությունն է, լուրջ կազմակերպություն է, բայց այն հիմնականում աշխատում է այն երկրների հետ, այսպես ասած, որոնք հակառուսական են, իրենք փորձում են այլընտրանքներ ընտրել ռուսական տեխնոլոգիաների, արևելյան տեխնոլոգիաների նկատմամբ, եւ այդ փորձը ունեն, ասենք, Չեխիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, իրենք հատկապես փոխել են այս երկրների վառելիքը, որոնք մինչ այդ ստանում էին Ռուսաստանից կամ Ղազախստանից, հիմա իրենք դա փոխել են այլընտրանքային վառելիքի, այն ամերիկյան է։ Այդ երկրների հետ են իրենք աշխատում, իրենք իհարկե լուրջ կամպանիա են, բայց այս այցելությունը, որով իրենք եւ Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպեցին եւ Հայաստանի կառավարության, խնդիրը ըստ էության հետեւյալն է. ումից պետք է այդ մոդուլային ատոմականները վառելիք գնեն։ Մինչև հիմա Հայաստանը եւ ամբողջ ԱՊՀ-ի արևելյան Եվրոպայի տարածքները վառելիք գնում էին Ռուսաստանից։ Ընդ որում հենց Միացյալ Նահանգներն էին Ռուսաստանից նաեւ ուրան գնում, դա մոտավորապես թվերով այսպիսի համամասնություն է։ Առաջինը Ղազախստանից են գնում ամերիկացիները, երկրորդը Ավստրալիայից, երրորդը Ռուսաստանից։ Ղազախստանը աշխարհի ամենամեծ ուրանի արտադրության պաշարներ ունի եւ արտահանումը նույնպես 46% մոտավորապես աշխարհի օգտագործող ուրանի ստացվում է Ղազախստանից։ Միջանկյալ ձևով ասեմ, որ Հայաստանը ուներ շատ մեծ լուրջ պայմանագիր Ղազախստան-Ռուսաստանի Իրաքում պայմանագիր ունենք ուրան մատակարարելու համար, որ շատ լավ ծրագիր է։ Հիմա ամերիկացիները մեզ առաջարկում են, որ իրենք վառելիք մատակարարեն այն դեպքում, սա շատ կարևոր է, որ իրենք իրենց երկրի ատոմականների միայն 2%-ն են կարողանում ապահովել։ Ամերիկյան ատոմականներ, դրանք 94-ն են, 94 ատոմականները վառելիք առնում են 13 երկրից։
Եվ հիմա եթե մենք առնելու ենք, ասենք թե Միացյալ Նահանգները ուրիշից պետք է առնեն, ասենք թեկուզ Ռուսաստանից առնելով վառելիք իրանց մոտ 25% կար, 1/4 իրենք ռուսներից էին ստանում, անգամ պատերազմի ժամանակ։ Բայդենը հրամանագիր ստորագրեց, որով արգելվեց տարիների ընթացքում ռուսական վառելիքից գնումներ կատարել, այդ աղբյուրից օգտվել, բայց ամերիկացիները իրենք էլ իրենց խնդիրներ չեն կարողանում լուծել, ընդհանրապես 2 ատոմակայան կարող են իրենց վառելիքով սպասարկել, ստացվում է, որ մենք եթե առնում ենք ամերիկացիներից, դա նույնն է, թե առնելու ենք կամ Ղազախստանից կամ Ռուսաստանից, որը մեզ համար շատ ավելի հեշտ էր առանց միջնորդի, եւ այդ պայմանագիրը ունենք, դա ինչու է իշխանությունը այդ պայմանագրի վրա աշխատանք չեն կատարում, չեն շարունակում այդ շատ հաջող տնտեսական էներգետիկ պայմանագիրը, ես չգիտեմ։ Այնպես որ այստեղ եւ նյութի առումով վառելիքի առումով, եւ տրանսպորտի տեղափոխման առումով լուրջ խնդիրներ են առաջանում եւ քաղաքական կոմպոնենտն էլ հետեւյալն է։ Սա ամենևին լավ չի ընդունվում Իրանի եւ Ռուսաստանի կողմից։ Այն որ ամերիկացիները մեզ ներկայացնում են եւ արևմտամետները այդպես ներկայացնում են, որ այդ ատոմականները կսպասարկեն եւ Ռուսաստանին եւ Իրանին, դա բլեֆ է, դա սուտ է, Իրանը դեմ է դրան եւ մենք մի անգամ եւս Իրանին գցում եք շատ վատ վիճակի մեջ, Իրանը երբեք չի համաձայնվի ատոմականներ իր քթի տակ կառուցվի։ Ուստի ես կարծում եմ քաղաքական առումով սա ավանտյուրա է, շատ լուրջ արկածախնդրություն է, մենք մարտահրավեր ենք նետում, ընդ որում չեն էլ թաքցնում այդ ֆիրմայի ներկայացուցիչները կամ ամերիկացիները, որ դրանով իրենք այլընտրանք են առաջարկում գործող բաներին, կայաններին, գործող սպասարկումներին, տեխնոլոգիաներին, գիտական, կադրային խնդիրներին, դա շատ դժվար process է, եթե ուզում ես մի համակարգից անցնես մյուս համակարգին, քաղաքական մասը չհաշված, այնպես որ Թուրքիայի իրենց ներկայացրած Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ կապված այս բլեֆը եւ ես կարծում եմ իրենց ամփոփիչ նյութը այս այցելության հետ կապված, իրենք ասում են, որ հաստատի այս ատոմականների կառուցումը Հայաստանում ավելացնում է ԱՄՆ-ի ռազմավարական ներկայությունը Հայաստանում առանց ֆորմալ ռազմական բազայի ձևաչափի, ինչը բխում է տարածաշրջանում հավասարակշռված պաշտպանության քաղաքականությունից։ Սա իսկապես ավանտյուրա է։ Իրենք փաստորեն ասում են, որ ռազմական բազա չստեղծելով հանդերձ ստեղծում են ատոմային էներգետիկայի բլոկ Հայաստանում, որը ոչ այլ ինչ, քան ուղղված է Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Այստեղ է ավանտյուրան, ես չգիտեմ այդ խնդիրը ոնց է լուծվելու, քաղաքական խնդիր, բայց ներողություն եմ խնդրում, այդ մոդուլային ատոմականները շատ եմ ասել, բայց ելի անդադ կրկնելու եմ, ռիսկային են, մագատեն չունի թույլատրություն այդ ատոմային էլեկտրոկայանները տեղադրելու որևէտեղ, որովհետև կանոն կա, որ յուրաքանչյուր ատոմակայան, որը նոր տեխնոլոգիա է, պետք է փորձարկվի 3 տարի, պետք է ատոմականի համար միայն դրական արձագանքներ լինեն, միայն դրական արդյունքներ լինեն, որից հետո թույլատրվի սերիական արտադրություն կամ այլ երկրներին վաճառել։ Ամերիկացիները անգամ չունեն այս մոդուլային ատոմականների սերտիֆիկատ։ Իրենք իրենց մոտ փորձեցին, որ տեսան, որ չի ստացվում, մի քանի տարի փորձեցին, գները կրկնակի եռակի թանկացավ եւ իրենք դադարեցրել են։ Միացյալ Նահանգներում չկա որևէ մոդուլային ատոմական։ Ավելին ասեմ, աշխարհում չկա որևէ մոդուլային ատոմական, որ այս երկրները տեղադրել են։ Կա ընդամենը 2 հատ Չինաստանում, չինական արտադրության են, որոնք օգտագործում են հանքարդյունաբերության բնագավառում այնպիսի տեղեր, որտեղ ոչ բնակչություն կա, ոչ մարդկություն կա, եթե անգամ պայթուն է լինի, վտանգ դրանից չի կարող առաջանալ, Մոնղոլիայի տարածքում հյուսիսում օգտագործում են, եւ ռուսներն էլ օգտագործում են 4-5 տարի 2 հատ նավերի վրա, ակադեմիկոս Լոմոնոսովի նավի վրա է օգտագործում, դա էլ օգտագործվում է Չուկոտկայում եւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում շլեյֆից հանքեր հանելու համար, դա
լոկալ տեղական բնույթի խնդիր է լուծում, փոքր հզորության բաներ են եւ դրանց տեխնոլոգիան առայժմ երաշխավորված չէ։ Եվ Հայաստանը գնալով այսպիսի արկածախնդրության փորձարկման դաշտ է դառնում Հայաստանը էձևի դերևս չփորձարկված ատոմականների համար, որը կարող է դառնալ կատաստրոֆա։ Եվ երկրորդը դրանով լրջագույն Հայաստանը դառնում է կռվախնձոր Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Այսինքն Հայաստանը գնում է հետեւյալ արկածախնդրության։ Ատոմային էներգետիկան սովորական էներգետիկա չէ, սովորական տնտեսական հարց չէ, սա շատ ավելի բարդ, շատ ավելի գլոբալ, շատ ավելի ռիսկային խնդիր է եւ այս դեպքում փաստորեն մենք կռվախնձոր ենք դառնում երկու ատոմային գերտերությունների միջև։ Այդ երկու գերտերությունները անգամ իրար հետ պատերազմի ժամանակ շատ հարցեր փորձում են լուծել, օրինակ Ուկրաինայով գազն էր գնում, Ուկրաինայի ատոմականների հարցն էր լուծվում, վառելիքի հարցն էր լուծվում, բայց այս այն դեպքում, երբ ասենք Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները փորձում են, ես հույս ունեմ, որ կստացվի Ուկրաինայում զինադադարը եւ բոլոր էներգետիկ, լոգիստիկ, տնտեսական խնդիրները փորձում են լուծել, հարթել, Հայաստանը գնում է հակառակողությամբ, նոր թեմա բացելով, նոր կռվախնձոր բացելով այս երկու ամեն մեկը 6000 մարտագլխիկ ունեցող գերտերությունների, գերհզոր տերությունների միջև սա բարերս չեն բավարարում ասել, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել իրենից, ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ մեզ համար եւ բազմիցս ասել եմ, դիմել եմ անվտանգության համակարգերին Հայաստանի Հանրապետության ուսումնասիրեն իմ ասածը եւ այն մասնագետները, որոնք բացարձակ արձագանք չկա, եղած մասնագետների կեսը վախենում է խոսել կամ իրանք փորձում են այս ծրագրերի մեջ մտնել փող աշխատել, մյուսն էլ գիտի, որ վնաս է, ռիսկ է, այս կարգի ռիսկային բաների մեջ չի կարելի մտնել, բայց ձայն չեն անում, որովհետեւ գիտի իշխանությունը խնդիր է դրել գնալ ռազմավարական գործընկերության Միացյալ Նահանգների հետ եւ սա կարող է բերել լուրջ արկածի։ Այսինքն մենք փոխարինելու ենք այս մասով, չեմ չափազանցացնում, Ռուսաստան-Ուկրաինայի վեճը տեղափոխելու Հայաստանի տարածքը Ռուսաստան Միացյալ Նահանգներ վեճի։ Եվ ելի եմ դիմում Հայաստանը ունի հզոր էներգետիկների համակարգ, ցանց, մասնագետներ, կադրեր, փորձ, տեխնոլոգիաներ, սա շատ լուրջ, ծանր բնագավառ է։ Դիմում եմ իրենց իմ ասածները ստուգեն, դա այնքան հեշտ է ստուգելը, ես նորություններ չեմ ասում, ես ընդամենը ասում եմ իմ քաղաց ինֆորմացիաներ տարբեր բնագավառներից, յուրաքանչյուր մարդու հասու է սա, յուրաքանչյուր կարող է այս խնդիրները լուծել եւ Հայաստանի իշխանությունների առաջ, Հայաստանի անվտանգության ծառայությունների առաջ բարձրացնել խնդիր, որ այս թեման հարկավոր է կանգնացնել։ Հարկավոր է կանգնացնել, տեխնոլոգիաները կզարգանան, ուսումնասիրությունները կշարունակվեն, միգուցե այդ ժամանակ հնարավոր լինի։ Բայց քանի որ այստեղ խնդիրը ոչ թե իմ ասած տեխնոլոգիաների խնդիրն է, այլ Հայաստանի գործող ատոմականը փակելու խնդիրն է, եւ դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է, սա այդ ներքին խութն է, որի մասին ոչ մեկ չի ասում, ինչպես չէին ասում հռչակագրի փոխելու մասին, Արադ Սարը հանելու մասին, նախապայմաններից մեկն է տարիներ շարունակ Թուրքիան պահանջում է Հայաստանի ատոմականի փակելը։ Դա ոչ թե էկոլոգիական խնդիր է, ինչպես Արցախը է լինում, դա պաշտպանական խնդիր է, այն երկրները, որոնք ունեն ատոմականներ, իրենք ավելի պաշտպանված են, քան մնացած քան երկրներ։ Աշխարհում կա 31 երկիր, որ ունի ատոմակայան։ 31-ին է բաղ վիճակվել ատոմական ունենալ եւ դրանով լինել նաեւ պաշտպանված։ Դա քո պաշտպանական համակարգի, ամբողջ անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս է, որոնք կարևոր բաղկացուցիչ մաս, այնպես որ սա այս իշխանությունների հերթական զիջողությունն է, թաքնված զիջողությունն է Թուրքիային եւ Ադրբեջանին եւ այդ առումով մենք նաեւ կոնֆլիկտի մեջ ենք մտնելու Իրանի եւ Ռուսաստանի հետ, ուստի կրկնում եմ իմ խնդրանքը, իմ առաջարկը ուսումնասիրել այս խնդիրը, փորձել գոնե հիմա կանգնեցնել, որպեսզի եթե հանկարծ հիմա ստորագրվի
գործարք արդեն շինարարության վերաբերյալ մենք հետո տուգանքների տակ չմտնենք, ինչպես ասենք Վրաստանը ուներ Թուրքիայի հետ ձևի պայմանագիր, հիդրոէլեկտրական շատ մեծ հզոր հիդրոէլեկտրական կառուցել, մոտ 1 միլիարդ դոլարի ծրագիր էր բանավել, ժողովուրդը ըմբոստացավ, 15 տարի պայքարեցին եւ տվեցին միջազգային արբիտրաժը տուգանեց Վրաստանին 400 միլիոն դոլարի, այսինքն Վրաստանը համաձայն է 400 միլիոն դոլար պարտք տուգանք վճարել, բայց չգնալ ավանտյուրայի եւ ամբողջ այդ Ռիոն գետի ամբողջ տարածքը չտալ թուրքերին ամբողջապես 99 տարով եւ էկոլոգիական համակարգը եւ տարածքը վերահսկելու մենք հանկարծ չընկնենք այդ փոսի մեջ ուստի դիմումս դա է ուսումնասիրել եւ փորձել կանգնացնել իշխանություններին այս ավանտյուրայից։ Պարոն Մանուկյան, հաշվի առնելով այս ծրագրի նախագծի անհեռանկարայնությունը, այդուհանդերձ դուք սա համարում եք իսկապես իրական օրակարգ, թե սա հերթական կեղծ օրակարգն է իշխանության, այսպիսով ստեղծելու փուչիկ ցույց տալու համար, որ իրենք դեպի արևմուտք ինտեգրացումը լուրջ քայլերի են։ Չէ, սա բլեֆների մեջ չի, բլեֆներ կարող են լինել փոքր բաներ, այդ Արարատը, մանրատեն փոքր սիմվոլիկ բաները կարող են լինել բլեֆներ, բայց եթե հանկարծ այստեղ ստորագրվեց պայմանագիր, այդ պայմանագրից դու հետ կանգնել չես կարող, մեծ տուգանքներով կարող ես դուրս գալ, ատոմականը պետք է փակվի այդ դեպքում, իսկ ատոմականի փակումը մինչև 36 թիվը գոնե երաշխավորված է, ռուսները ապահովում են վառելիքը, ղազախների ասում են այդ հարաբերությունները պետք է շարունակել, անգամ դրանից հետո էլ հնարավորություն կա շարունակելու, կան լավ տեխնոլոգիաներ, ռուսական տեխնոլոգիաները, ֆրանսիական տեխնոլոգիաները լավն են, մի բան է նոր տեխնոլոգիա բերել, մի բան է եղածից հրաժարվել, ուրիշը բերել, սա կոնֆլիկտ է, իհարկե ոչ մի չփորձված, մի բան է, երբ որ դու հին պարտներիդ գցում ես, իսկ այդ հին պարտները այնքան լծակներ ունի, այս դաշտում հատկապես, էլի, հələ այդ նույն քաղաքական լծակներ ես այս բան չեմ էլ ուզում օգտագործեմ, որ չդիտվի թե այս քաղաքական մոտիվացիա ունեմ ես խնդրի լուծել, տեխնոլոգիապես մեր ամբողջ էներգետիկ համակարգը եւ ամբողջ ռեգիոնալ համակարգը ռուսական տեխնոլոգիաների կիրառմամբ է գնում եւ մասնագետների եւ վառելիքի եւ հումքի եւ բաների վառելի թափոնների օգտագործման համար շատ փոքր բաներ կան, որոնց մասին չեմ ուզում ասեմ, որ այստեղ արկածներ կան, որ այդ փոքր ատոմները չեն կարող այդ անվտանգությունը ապահովել, որ իրանք 5 անգամ ավելի շատ աթխոդ են տալիս, այդ աթխոդները պետք է տեղավորել եւ այլն Շատ լավ, պարոն Մանուկյան, հասկանալի է, տեսեք, ասում եք, որ սա ըստ երևույթին թուրքական, թուրք-ադրբեջանական նախապայման է, պահանջ է, այդ ծրագրի ականջները այդ պահանջներն են, Դա մասերից մեկն է ներողություն։ Խնդիր ատոմական կառուցելու կա։ Հասկանալի է։ Հիմա ռուսները առաջարկում են մեզ 1-2 մեգավատանոց, ֆրանսիացիներ բանակցություններ գնում են, էլի կարող ենք ամերիկացիների հետ էլ բանակցել, ես դիվերսիֆիկացիայի կողմնակից եմ, շատ կողմնակից եմ, ես լիբերալ եմ, բայց իմ ասած հետևյալն է, չանել բան, որը երբևէ ոչ մեկը չի արել, եւ ռիսկի տակ դնել Հայաստանը, ռիսկի տակ դնել իր անվտանգությունը։ Այն դեպքում, որ հիմա ուզում եք մի հատ զուգահեռացումներ անեմ, էլի Ադրբեջանի հետ։ Մենք լռվել ենք այդ բանի վրա, այդ մի լադի վրա, ուրիշ բան չենք փորձում անել, իսկ Ադրբեջանը այնքան բազմապրոյեկտներ, բազմավեկտոր քայլեր է հիմա անում, մի քանի օրվա ընթացքում լնեք։ Իրանք Բրյուսելը եկավ Բաքու իրենց հարցերը կարգավորել, Իրանի նախագահ եկավ իրենց հարցերը կարգավորել, Նաթանյահուն եկավ Բաքու իրենց հարցերը, Ալիևը գնաց Չինաստան, սա պետական այցով։ Հայաստանը դեռ 7 տարվա ընթացքում այս վերջի իշխանության պետական այց չի ունեցել։ Իսկ Ալիևը 7 անգամ Չինաստան այցելություն է ունեցել, 20 հատ փաստաթուղթ ստորագրեցին, ընդ որ մեգա ծրագրեր են իրականացնում եւ Վրաստանը եւ Ադրբեջանը։ Մեր խելոքները միայն ու միայն լռվել են այստեղ, ոչ միջազգային ծրագիր չեն անում, մեր Հայաստանում իրականանում է մի հատ միջազգային ծրագիր, Հյուսիսարավ ծրագիրը, որը 17 թվին պիտի ավարտած լիներ։ Եվ նախկինները կերան, եւ սրանք չեն գործանում։ Այդ միակ մեգա ծրագիրը, որը պետք է Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը, Իրանը, Հնդկաստանը կապեր իրար, դրան կարող էր նաեւ միանալ Չինաստանը միջին գոտի մեկ ճանապարհ ուղիով, չեն անում։
Միլիարդները հոսում են Վրաստան, միլիարդները հոսում են Ադրբեջան, միլիարդները հոսում են Թուրքիա, Սև ծովը, Կասպից ծովը դառնում է լուրջ միջազգային hub, էներգետիկ, տրանսպորտային, բազմաթիվ ծրագրերով իրենք առաջ են ընկնում։ Հայաստանը այսպես փակ տարածքով լրվել է իր մեջ, ոչ մի միջազգային ծրագրում չկա, ոչ մեկի իրան չեն ընդունում։ Ոչ մեկի իրան չի հրավիրում այլևս։ Ինքը ոչ միտեղ չի գնում, ոչ մի լուրջ պարտներ այստեղ չի գալ։ Ադրբեջանցիների վրացիների կապերը հավոք շատ են հիմա։ Ռազմական առումով, տնտեսական առումով։ Կառավարությունը իշխանությունը է, ամեն կերպ փորձեր է անում Թուրքիայի հետ երկխոսություններ ստեղծելու, թուրք լրագրողների են հրավիրում, արտգործնախարարը մեկնում է Թուրքիա, հանդիպում է ունենում լրատվամիջոցների հետ։ Իդեպ Արարատ Միրզոյանը լրատվամիջոցներին թուրքական ասում է, որպեսզի մենք կարողանանք այս խաղաղության ծրագիրը, նախագիծը, պայմանագիրը կյանքի կոչել, մեզ պետք է իշխանություն, եւ որպեսզի մենք ունենանք իշխանություն, մեզ պետք է մինչեւ ընտրությունները հանրությանը ցույց տալ խաղաղության այդ փաստաթուղթը։ Այսինքն հստակ ակնարկում են, որ իրենց պետք է թուրք-ադրբեջանական աջակցությունը ընտրություններից առաջ։ Կա այսպիսի գնահատական, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ արտահերթ ընտրությունների թուրքական պրոյեկտով։ Հիմա ինչ է ենթադրում այդ թուրքական պրոյեկտը, ինչ կարող է ենթադրել Հայաստանի համար ու դրան որքանով են հակազդելու Ռուսաստանը եւ Իրանը, որովհետեւ թուրքական գերակայություն մեր երկրում տարածաշրջանում ոչ նրան պետք չէ։ Հայ-թուրքական հարաբերություններով նաև շահագրգռված են եվրոպացիները, որովհետև ամերիկացիները այս պայն մի քիչ ավելի քիչ շահագրգռված են Հարավային Կովկասով, իրենց ավելի շատ արևելքն է հուզում Չինաստանը եւ Ուկրաինայի կոնֆլիկտ, այդ առումով մի քիչ պասիվացել են Հարավային Կովկասի համար, ինչ որտեղ դա նույնիսկ լավ է, որովհետև Ադրբեջանը հույս ուներ, որ իրենց աջակցությամբ եւ Իսրայելի անմիջական մասնակցությամբ Իրանին կխփեն, Հայաստանի համար դեպքում կլներ շատ վատ վիճակ։ Հիմա կարծես թե հետաձգվել է այդ խնդիրը, եվրոպացիները կարծես փոխարինում են նրանց, բայց եվրոպացիները ունեն իրենց խնդիրը։ Իրենց հետաքրքրում է տնտեսական ճանապարհների անցկացնելը Չինաստանից, Հնդկաստանից դեպի Եվրոպա, եւ այդ առումով Հայաստանը կարող է որպես ոչ բանակցող կողմ դառնալ տարածք այդ խնդիրները լուծելու համար։ Օրինակ Ալիևը Չինաստանում կամ ադրբեջանցիները դրսում խոսում են այնպես, որ կարծես թե Զանգեզուրյան միջանցք արդեն իրենցն է, իրենք այդ Զանգեզուրի միջանցքի վրա պրոյեկտներ են իրականացնում։ Նույն լեքսիկոնը կիրառում է նաև Թուրքիան, այսինքն խոսում են մի տարածքի մասին, որը որպես միայն տարածք է, այլ ոչ թե սուբյեկտ, ոչ թե երկիր, որի կարծիքը կարելի է հաշվի առնել։ Եվ սա մեր իշխանությունների լրիվ թուրքերին տրվելու արդյունքում է այսպես եղել։ Սա ինչ ասեմ, իրանք մոռացել են, ասենք 44 օրվա պատերազմի ժամանակ հայերը ոչնչացան զենքով, բայրակթարներով, տեխնոլոգիաներով։ Այդ մոռացել են ու աչք են փակում ամբողջ իշխանության ուժը, պատվարը, հույսը, հենարանը դարձնում են Թուրքիային դարձնել պարտներ, ես կողմ եմ։ Մենք միակ քաղաքական ուժն ենք եղել, որ 90-ից ասում ենք Թուրքիայի տնտեսական հարաբերություններ պետք է ստեղծել, որովհետև Թուրքիայով Եվրոպա գնալ մեզ համար 20-30% էժանացնում է ապրանքները։ Բայց ոչ այս ձևով։ Բա որ ձևով։ Այն ձևով, որ եթե քո առջև դնում են, ասենք, միջանցքի բացումը, շատ լավ, դու դիր Թուրքիայի սահմանի բացելը, Ղազախով, Իջևանով Ռուսաստան գնալու ճանապարհը բացել։ Այսինքն այդ բանակցությունների կամ խաղաղության ծրագրի կամ այդ ամբողջ ծրագրի մեջ փոխադարձության էլեմենտ պետք է լինի, թե չէ։ Թուրքիան որևէ մեր դիվանագետներից մեկի անունից մեկ անգամ մեկ բառ լսել եք, որ Թուրքիան պետք է բացի իր սահմանը։ Չկա այդպիսի բան։ Կապիտուլյացիայի ենթարկված երկիր է։ Ինչ կապիտուլյացիայի, իրենք բոլորը խոսում են խաղաղության ծրագրից եւ կոմունիկացիաների բացման մասին։ Որևէ մեր պահանջների մեջ, խնդրանքների մեջ, առաջարկների մեջ չկա ոչ Թուրքիայի սահմանի բացումը, ոչ Ղազախի երկաթուղու բացումը։ Ինչ ասեմ, չկա անգամ գերիների վերադարձը։ Այսինքն սա ֆուտբոլի խաղ է մեկ դարպասի վրա եւ այդ դարպասը Հայաստանը որքան ասես խփում է։
Սա Իսկ այդ անվտանգության խաղադաշտում ինչ դեր ունի Ռուսաստանը, որովհետև եւ ինչ կարող է անել, որովհետև մամուլում լուրեր տարածվեցին, շրջանառվեցին, որ Ռուսաստանում փոխվել է Հայաստանի հարցերով զբաղվողը, այսպես ասած կուրացիա անողը, Կիրիենկոն է նշանակվել, նախկին վարչապետը, որը զբաղվում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի հարցերով, այսինքն շատ կարևոր երկրների խնդրահարույց երկրների օրակարգերով է զբաղվում եւ սա նաև խորհրդանշական ձևով նշանակում է, որ Հայաստանի կարևորությունն էլ կարծեք թե բարձրանում է կամ դրա գիտակցումը ընդգծվում է այս կերպով։ Շատ ճիշտ եք։ Ուկրաինայի պատերազմի թեժ պահին Հայաստանի կուրատորները Հայաստանով չէին զբաղվում ուղղակի, որովհետև կա դոմինանտ խնդիր, գերխնդիր, այդ խնդիրը Ուկրաինայի հարցը լուծելն էր եւ Թուրքիային չեզոք պահելը։ Այդ առումով այդ դիվանագիտությունը արդարացված էր այդ պահի համար։ Հիմա քանի որ այնտեղ լուծումները կարծես թե երևում են, Ռուսաստանի ակտիվացումը այս դաշտում բնական է, ակտիվ է, դուք ասում եք ինչ կարող են անել, իրենք շատ բան կարող են անել, առավելից վատ բաներ շատ կարող են անել, որոնք մեզ համար կարող են ծանր լինել, եւ այն խնդրի լուծմամբ իրենց ակտիվությունը այս տարածաշրջանում կավելանա։ Կիրիենկոյի մասով ես դրական եմ դիտարկում, որովհետեւ ինքը բավականին փորձված դիվանագետ է, չնայած շատ երբեմն ագրեսիվ արտահայտություններ անում, հատկապես Ուկրաինայի հարցով, բայց այնուամենայնիվ վերաբերմունքի առումով եւ ուշադրության առումով այս մասը կակտիվանա եւ մեր ընդառաջ դրան, այսպես ինչ կանեի ես այս խելոքների, որոնք եղունգի չափ խելք չունեն, բազմա վեկտոր քաղաքականություն կվարեի։ Դուք դեռ այսպիսի ակնկալիքներ ունեք իրենցից։ Չէ, իրանցից չէ, այդ եմ ասում, եթե եղունգ չափ խելք ունեն, ոնց կարան այդ ձևի բաներ անել։ Չինաստանը 4 տարի դեսպան չուներ, Չինաստանը այդ հարաբերությունները ակտիվացնելու համար մաս կազմելու, գոնե 3-ին մեկ հարաբերությամբ Հարավային Կովկասում Հայաստանը մաս կազմելու լրիվ հակառակ ուղղությամբ ակն։ Լրիվ հակառակ ուղղությամբ, այդ ձևի հզոր գերտերության հետ ոչ մի կապ, լուրջ կապ, կա այնտեղ մշակութային, չգիտեմ, կրթական ծրագրեր, այդ շատ լավ է, ապրանքաշրջանառություն կա, հարյուրապատիկ մենք ավել ենք ստանում, քան տալիս ենք, բայց դա չի խնդիրը, Չինաստանը շատ լուրջ, շատ ավելի լուրջ տնտեսական հզորություններ ունեցող երկիր է, հեռանկար ունեցող երկիր է, գերտերություն է եւ որի հետ հարկավոր է կապեր ունենալ, որոնք Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան այդ կապը աշխատում է։ Այդ կապը հեռանկար ունեցող կապ է եւ մեր բանի մեջ ռազմավարության մեջ այդ կապի պահպանումը պետք է լիներ ոչ թե Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, նրանց հետ վատացնելու հաշվին։ Ինչն է խանգարում Ռուսաստանի հետ ունենալ կապեր, գնալ Միացյալ Նահանգների հետ բազմաթիվ ծրագրերի, Ֆրանսիայի հետ բազմաթիվ ծրագրերի, բացարձակ, ախր խելքի պակասը գիտեք ինչից է, որ հենց այդ ամենաթեժ պահերին Ուկրաինայի պատերազմը եւ միլիոնի չափ զոհ տվեցին, ռուս-ամերիկյան հարաբերությունները պահպանվել են 100 միլիոն տոննա ուրան, 100 միլիոն տոննա ուրան Ռուսաստանը տալիս էր բանին, Միացյալ Նահանգներին։ Եվ ոչ միայն նավթ, երկրորդ երկրներով, չգիտեմ, հազար մի ձևով իրենք կապերը հաստատում են, գերիներ էին փոխել, ինչ ասես արել են։ Այսինքն դու կարող ես լինել անգամ չսիրել, չհարգել, չընդունել, կապերը փորձել խզել, բայց ունենալ կապեր։ Ոչ թե միշտ ասում եմ 6000 մարտագլխիկ ունեցող գերհզորության դու չես թշնամանում։ Ինչ կարիք կա թշնաման, որ իշուսի թփթփացնի լավ բան ես անում, Նիկոլ։ Սա ապուշություն է։ Պարոն Մանուկյան, վերջերս դիտում էի հարցազրույց ուկրաինացի քաղաքագետների հաղորդաշարեր եւ քննարկում էին ստեղծված իրավիճակը, եթե Ուկրաինա բառը հանեինք, շատ հանգիստ կարելի էր Հայաստանի վրա պրոյեկտել այդ հաղորդումը, մի քանի դիտարկում առանձնացնեմ, ասում էին շատ կարեւոր է քթից են կողմ տեսնելը, հա, այսինքն որպեսզի աշխարհակաղակական գործընթացներում հնարավորինս քիչ տուժել, շատ կարեւոր է այդ գործընթացները ամբողջությամբ, ամբողջ գունապնակով պատկերացնել։ Հաջորդն էր, որ այդ երկու ուկրաինացի քաղաքագետ լուրջ մարդիկ փաստարկում էին, որ այնքան էր Ուկրաինան տարվել արևմտականացման, արևմտամետության, ուրեմն մտքով, գաղափարով, որ պատրաստ էր դրանում ներդնել կենսական էներգիան, կենսական ռեսուրսները, ինչը եւ արեցին։ Եվ նաեւ արձանագրում էին, որ արևմուտքն էլ փաստորեն Ուկրաինան դիտարկում էր բուֆերային գոտի եւ արևմուտքը առաջինն է սկսել Ուկրաինայի դեմիլիտարիզացիայի գործընթացը։ Եվ նաեւ հստակ արձանագրեցին, որ դրանում մեծ մեղք ունեն Ուկրաինայի էլիտաները,
որոնք այդ արևմուտք Հա, գնալու գնացին այդ պատրանքները արկածախնդրության։ վաճառեցին հանրությանը, քվե ստացան եւ ի վերջո հանգեցրին պետությունը սրան։ Իմ հարցը ինչի վերաբերյալ է, գիտեք, երբ ես այս տաղավարում հյուրերի խոսքը բալանսավորելու համար արևմուտքի սխալներն եմ մեջ բերում, լինում են մարդիկ, որ մեղադրում են ինձ ռուսական շահը պաշտպանելու մեջ, կամ ոչ միայն ինձ, հա, բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են բալանսավորել, անպայման մեղադրվում են ռուսամետության մեջ։ Մինչդեռ մի պարզ օրինակ, ուրեմն արևմուտքը հսկայական միջոցներ է գործի դրել Հայաստանում իր քարոզչությունը, հօգուտ իրեն քարոզչություն ապահովելու համար, այսինքն լրատվամիջոցներ են աշխատել, մարդիկ են աշխատել, հսկայական միլիոնավոր դոլարներ են դրանում գործի դրվել եւ իմ պարտքը նաև քաղաքացիական փորձել իմ չափով դա բալանսավորել, չեզոքացնել, հա, այսինքն իրենք մեկ է այդ գործով զբաղվում են եւ խնդիր կա բալանսավորել մարդկանց ուղեղը թունավորվել է եւ փորձել բերել կառուցողական դաշտ, adekvatության դաշտ, ինֆորմացիոն բարենպաստ միջավայր, հա, եւ որպես ամփոփում իմ հարցին Հայաստանում ինչ վերաբերում է էլիտաներին, հա, երբ ուկրաինացիները մեղադրում էին սեփական էլիտային արևմտամետության մեջ եւ դրանք այդ պատրանքները վաճառելու մեջ, Հայաստանում մենք ունենք այսպիսի էլիտաներ, իշխանության էլիտան, որքան էլ որ բառը իրենց չի սազում, ես ստիպված եմ բնորոշել։ Իշխանության էլիտան արևմտամետության ուրեմն օրակարգ է փորձում վաճառել, այլ բան թե գետնի վրա ինչ են անում շատ հաճախ։ Իսկ ահա ընդդիմադիր էլիտան ճիշտ հակառակը ռուսամետության օրակարգն է փորձում ներկայացնել հանրությանը։ Ես բացարձակ երրորդ ճանապարհի կողմնակից եմ։ Միացյալ Նահանգները մշտապես եղել է Հայաստանի գործընկերը։ Մենք այնտեղ ունենք ամենամեծ համայնքը։ 2 միլիոն մարդ կա այնտեղ ապրող, Հայաստանի բնակիչներ կամ քաղաքացիներ կամ Միացյալ Նահանգների քաղաքացիներ հայեր։ Մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ եւ երկրաշարժի ժամանակ, եւ դրանից հետո, եւ դրանից առաջ, եւ ցեղասպանության մշտապես եղել են շատ լավ հարաբերություններ։ Այսինքն մենք կողմ ենք շատ լավ հարաբերությունների Միացյալ Նահանգների հետ։ Դե անժխտելի է։ Նույնը Ֆրանսիայի, նույնը մնացած երկրների։ Իմ ասածը ուրիշ բան է։ Երբ որ այդ արևմտյան որոշ այսպես քայքայիչ ուժեր վնասում են քո սուվերենությանը, երկու օրինակի մասեմ, տեսեք, իրենք վնասեցին դրանով թե չէ։ Լիտվայի օրինակը ամենաթարմ, ամենաակնառու օրինակն է։ Ամերիկացիները համոզեցին Լիտվային իրենց ատոմականը փակել, մեր ատոմականից 2 անգամ հզոր ինգալի ատոմականն էր, որպեսզի կառուցեն այս մոդուլային ատոմականներ։ Փող էլ տվեցին, նույնիսկ Եվրոմիությունը փող տվեց, քանդեցին այդ ատոմականը, դադարեցրին, դա իրենց էներգետիկայի 60%-ն է սպասարկում։ Լիտվայի 60%-ը այդ մի ատոմականն է տալ։ Հիմա փակեցին եւ իրանք Շվեդիայից հոսանք են առնում։ Ամերիկացիները այստեղ վնաս տվեցին։ Ինչը վնաս են տվում, դե ասես վնաս են տվել։ Եվ Լիտվան դուրս եկավ Բելարուսիա, Ռուսաստան, Լիտվա, Էստոնիա այդ համակարգից, բրել համակարգից դուրս եկավ, հիմա բաց կամակով նստած է առանց էներգետիկ համակարգի վրա։ Նույնը մի հատ ձևի օրինակ ասեմ, Ուկրաինայի պատերազմի հետ կապած մեր ժողովուրդը չգիտի սրա մասին։ 93 թվականին Ուկրաինան ուներ ատոմային ռումբ։ Սովետի մնացած էներբաներից մի մասը Ուկրաինայում էր։ Ամերիկացիները համոզեցին Ուկրաինային եւ իրենք խոստովանվում են, որ համոզել են Ուկրաինային իրենց ատոմային մարտագլխիկները փոխանցել Ռուսաստանին։ Եվ այդպես էլ արեց, որովհետև իրենք երաշխավորում էին իրենց անվտանգությունը, Ուկրաինայի անվտանգությունը իրենք կվերցնեն իր վրա։ Ես իմ կարծիքն եմ ասում, սուբյեկտիվ կարծիք։ Եթե ամերիկացիները չհամոզեին Ուկրաինային իրենց միջուկային զենքը հանձնել Ռուսաստան, այս պատերազմը չէր լինի։ Հիմա իրանք վնասեցին Ուկրաինային, թե չէ։ Հիմա կոնկրետ Ուկրաինայի ժողովրդավարության, չգիտեմ, մարդու իրավունքների, տարածքային ամբողջականության մասին որևէ բան, որևէ խոսում է, ամբողջ Ռուսաստանն եւ Ամերիկան Ուկրաինան կիսում են տնտեսապես, քաղաքաբանով, հանքարդյունաբերությամբ, էներգետիկայով եւ ամենամեծ վեճը որ հիմա այս բան չեն էլ կարողանում լուծել, Զապորոժիա ատոմականի խնդիրն է։ Այսինքն շատ ավելի կարևոր խնդիրներից առավել ատոմային էներգետիկայի մասն է։ Ում կանցնի դա, ով պետք է դա տիրապետի։ Եվ ամերիկացիները պահանջում են կամ ուզում են, առաջարկում են դա վերցնել իրենց, ռուսների հետ համատեղ օգտագործել։ Այսինքն ասածս հետեւյալն է, ամենևին ամերիկացիներ դեմ չեն եւ իրենք էին մեզ ասում ռուսների հետ տնտեսական հարաբերություններ մի խզեք, ԱՊՀ-ի ժամանակ իրենք էին մեզ ասում ԱՊՀ-ում մնացեք, այդ տնտեսական խզումը եւ կոլապսները ոչ մեկին ձեռնտու չէ եւ Եվրոպային։
Մեր մոդելը, որը աշխատել է երկար տարիներ, հետևյալն է, որքան հնարավոր է շատ հարաբերություններ բոլորի հետ, ներառյալ Թուրքիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, բոլորի հետ փոքր երկրներ պետք է ուժեղ լինեն։ Փողով չես կարող, հզորություններ չունես, գոնե բարեկամների, ռազմավարական ընկերների քանակը ավելացրու։ Սրա մասին է խոսքը։ Ես ոչ պրոռուս եմ, ոչ հակառուս եմ։ Բայց ես կողմ եմ Ռուսաստանի հետ եւ Թուրքիայի հետ հարաբերությունների, նորմալ հարաբերությունների պահպանմանը, որը քո անվտանգության երաշխիքներից մեկն է։ Բայց այսպես պոզահարելով եւ պոզահարվելով ուր ես գնալու։ Թուրքիան է, Էրդողանն է լինելու Նիկոլի պաշտպանը։ Այս ապստացվում։ Այսինքն Հայաստանի անվտանգությունը կապվում է այն երկրի հետ, որը ոչնչացրել է Արցախը։ Ընդ որում հիմա շատ ավելի դժվար է Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել, քան ասենք մինչև Արցախի պատերազմն էր։ Դեմիրելի մենք հարաբերություններ ենք ունեցել, մենք հաց ու էներգիա ենք ստացել, մենք վառելիք ենք ստացել Թուրքիայի տարածքով։ Այն ժամանակ, երբ ազատագրվում էր բանի տարածքները, բայց դա նշանակեց մենք ցեղասպանություն մենք մոռացանք այն արհավիրքները, որ Թուրքիան ունեցել է հայ ժողովրդի վրա։ Մոռացանք ընդամենը մի քանի տարի առաջվա ողբերգությունը եւ ուր ես գնում, ում գիրկն ես գնում։ Էլի գնա գիրկը, բայց ինչ ես հին բարեկամներիդ մերժում։ Ինչ ես այդպես օրթոդոքս լծվել այդ մի խողովակի մեջ ես մտելու, միայն այդ մի լույսն ես տեսնում։ Սա անվտանգության առումով շատ վտանգավոր է, հեռանկարային չէ, բայց ես կարծում եմ իմ սուբյեկտիվ կարծիքն է, Ուկրաինա պատերազմից հետո ջրերը կպարզվեն եւ Նիկոլը չի լինի, եւ այս ավանտյուրիստական քաղաքականությունը չի լինի, որը մեր գլխին բերելու է արկածներ։ Վտանգներ ենք բերում, ես մտահոգ եմ այդ առումով, բայց մեկ է, սրանց խելքը չի հասնում, գնում են այդ ճանապարհով, Իրանին ոնց կարելի է նեղացնել։ Այս Westinghouse company-ն ասել չէ, ֆամփերեք մի ամիս, երկու ամիս հետո կգաք հետո այստեղ։ Հիմա եկել են քննարկում են, թե ումից վառելիք պետք է առնեն։ Իրանին չնեղացնելու մասով պարոն Մանուկյան քանի օր է անցել այդ նավահանգստի ողբերգական միջադեպից հետո Հայաստանը դեռ պաշտոնապես չէր ցավակցել Իրանին, նախագահը վարչապետը միայն ԱԳՆ-ն է ցավակցական հայտարարություն տարածել, մինչդեռ տարածաշրջանի բոլոր երկրները արդեն ցավակցական խոսք ասել էին։ Եվ միայն այսօր է, որ Հայաստանի վարչապետը այդ խոսքը ասաց։ Այսինքն սա երևի թե լավագույն օրինակն է, թե ինչպես է արտաքին կան ռեալություններ, որոնք վեր են ամեն ինչից, կարծիքներից, մոտեցումներից, ծրագրերից, կան ռեալ մոտիվացիաներ։ Իրանը մոտիվացված է, որ Հայաստանում սահմանային փոփոխություն տեղի չունենա։ Նա մեր բնական դաշնակիցն է։ Այդպես է։ Ուզես, չուզես, սիրես, չսիրես, դա պետք է հաշվի առնես։ Իրողությունը, ռեալությունը ամենաբարձր իրողությունն է։ Նույնպիսի հարաբերություններն Ռուսաստանին։ Ռուսաստանին սիրեք, չսիրեք, ատեք կամ սիրահարվեք, Ռուսաստանի ազդեցությունը այս շրջանում շատ ռեալիստական է։ Դա իր տնտեսական լծակներն են, դա լոգիստիկ ճանապարհային բաներն են, վառելիքային, հումքային, չգիտեմ, էներգետիկ, այս բաները ոնց կարելի է հաշվի չառնել։ Սա ուղեղի պակասի, չգիտեմ, սթափ մտքի պակասի արդյունք է եւ մեր իշխանությունները հենց այդ գործով էլ զբաղված են։ Ձեր այդ ռետորական հարցադրմամբ էլ առաջարկում եմ ավարտել մեր այսօրվա հաղորդումը։ Շնորհակալ եմ։ Իհարկե շատ բան էի նախատեսել, անվտանգության շատ բաներ կան, որոնք խիստ մտահոգիչ չեն։ Այսօր երևի բավարար է այսքանով, ես պատրաստ եմ էլի շատ լուրջ անվտանգային խնդիրների մասին ասել, որ Հայաստանում այսօր գոյություն ունի։ Մենք էլ պատրաստ ենք հրավիրել թեմատիկ զրույցներ։ Շնորհակալ եմ հրավերի համար։